Հայկական բերքը կփչանա, մինչև Եվրոպան հրատապ օգնի Հայաստանին, այն իրացնելու հարցում։ Վստահ է սոցիալ-տնտեսական զարգացման կենտրոնի ղեկավարը։ Եղանակը, ժամանակը չի սպասում։ Ամեն օր բերքը հասնում է, ամեն օր պիտի այդ բերքը քաղես մթերես։ Financial Times-ը գրում է, Եվրամիությունը պատրաստվում է հրատապ աջակցել Հայաստանին հայկական ապրանքների Ռուսաստան ներմուծման սահմանափակումների ազդեցությունը մեղմելու համար։ Ենթադրվում է, որ նվազեցվելու են հայկական սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի մաքսատուրքերը։ Տարեկան 420 միլիոն եվրոյի 20 ապրանքատեսակ է նախատեսվում հասցնել Եվրամիության շուկա։ Եվրոպան էլ ինչքան էլ արագացված ռեժիմով անի, եթե նույնիսկ հունիսի վերջին արդեն ասի այս 20 ապրանքները բերեք մենք սպասում ենք, մենք էլի չենք կարողանում տանել, որովհետև մենք այդ սերտիֆիկատները չունենք, մենք այդ տրանսպորտային միջոցները չունենք։ Եվրամիության աջակցության խոստումները այս պահին միայն քաղաքական խնդիր են լուծում։ Թեմային չէի անդրադառնա։ Բրյուսելից հնչող հայտարարությունները հնարավոր սոցիալական բունտը կանխելու համար են, կարծում է տնտեսագետը։ Չեն կարող Եվրոպական միության պահանջների գլխից թռնեն։ Նրա խոսքով չափազանց խիստ են որակի եվրոպական ստանդարտները, որոնց չի համապատասխանում հայկական արտադրանքը։ Ֆիզիկական առարկաների բացակայություն, այսինքն մեխի կտոր, քարի կտոր, երկաթի կտոր կամ ինչ-որ մի այլ փայտի կտոր, ինչ-որ մի ֆիզիկական առարկայի բացակայություն, քիմիական նյութերի բացակայություն, որը պայմանավորված է արդեն սրսկումներով, պարարտանյութերով եւ այլն, եւ կենսաբանական տարբեր հիվանդություններով չվարակված լինելու պատճառով։ Հայաստանում չկան միջազգային ստանդարտներին համապատասխանող լաբորատորիաներ, որոնց տված եզրակացությունները կարող են հավաստի լինել եվրոպացիների համար, նկատում է Մակարյանը։ Իսկ առանց անհրաժեշտ հավաստագրերի, եթե անգամ արտահանողները ապրանքը հասցնեն Եվրոպա, փորձանքի մեջ կընկնեն։ Էկոնոմիկայի նախարարության եւ համապատասխան մարմինների խորհրդատվությունն է պետք, որ մարդիկ կուրորեն չվերցնեն ու տանեն ու հետո սահմանի վրա բռնագանձեն բեռը, դեռ մի բան էլ տուգանքներ վճարեն, որ այդ բեռը ոչնչացվի։ Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը պարոն Մարագոսը անձամբ ես ներկայ եմ եղել այդ խոսակցություններին կամ այլ մարդիկ միշտ ասում են, որ որակի հաշվին Եվրոպան չի գնալու մեղմացումների։ Ըստ տնտեսագետի Հայաստանի կառավարությունն ավելի քան 2 տարի է խոսում է հայկական ապրանքների որակը եվրոպական ստանդարտներին համապատասխանեցնելու մասին, բայց անգործություն է ցուցաբերում։ Կտրված եմ եղել։ Հայաստանի կառավարության տրամաբանությամբ դա միայն արտադրողի խնդիրն է։ Պաշտոնյաների մեծ մասը միշտ սիրում է խնդիրը հեշտացնել, իրենք ավելի սիրում են հեշտ բաներից խոսել, գլուխ գովել, լավ ցուցանիշներից խոսել, բարդություններից չխոսել, բարդությունները կամ էլ չեն տիրապետում այդ բարդություններին։ Ռուսաստանից այսօր վստահեցրել են, թե Հայաստանից սննդամթերքի ներմուծման սահմանափակումները քաղաքական պատճառներ չունեն։ Ռոսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտի խոսքով պատճառը միայն հայտնաբերված խախտումներն են։ Ամբողջ մրցակցությունը գնում է տնտեսական դաշտում։ Գագիկ Մակարյանը նկատում է տնտեսական պատժամիջոցներն իհարկե քաղաքական ենթատեքստ են ունենում, բայց որ հայկական անորակ ապրանք է արտահանվում Ռուսաստան, փաստ է։ Ըստ նրա դա սննդի անվտանգության տեսչական մարմնի բացթողումն է, ինչու պատշաճ չի վերահսկում հայկական արտադրանքի որակը, ինչու է անտեսել Ռուսաստանից պարբերաբար հնչած ահազանգերը։ Սննդի անվտանգության տեսչությունը լիքը անելիք ունի, ուրիշ տեսչական մարմինները լիքը անելիք ունեն։ Կրթությունը անելիք ունի, որտեղ որակյալ արտադրանքի համար որակյալ հմուտ մասնագետ է պետք։ Գագիկ Մակարյանը տարակուսած է, թե ինչպիսի թեթևությամբ է Հայաստանի իշխանությունը հրաժարվում ռուսական ավանդական շուկայից։ Ըստ նրա, ամեն տարի այս սեզոնին ավելի քան 1 միլիոն դոլարի հայկական միրգ բանջարեղեն է արտահանվել Ռուսաստան։ Իսկ հիմա պետք է ուրախանալ, որ Եվրոպան դեռ միայն խոստանում է տարեկան 420 միլիոն եվրոյի ապրանք ընդունել Հայաստանից։ Ասենք հայկական կոնյակին կփոխարինի ադրբեջանական կոնյակը։ Եթե մենք կարող ենք օրինակի համար ասենք տարեկան 20-25 միլիոն շիշ կոնյակ արտահանենք Ռուսաստան, մինչև 30 միլիոն շիշ եւ ավել նույնիսկ որոշ տարիներ եղել է, ապա նրանք դա հազիվ ասենք թե կարողանան ամեն մեկը 2 միլիոն շիշ արտահանել։ Այսինքն ինչու պիտի մենք այդ շուկաները կորցնենք, սա էլ է բան, էլ ինչու ենք մենք դες հեշտ ու հանգիստ համաձայնվում, որ մեր դարերի ընթացքում, դարի ընթացքում ձեռք բերված շուկան մենք կորցնում ենք։ Կարնե Մանգասարյան, Միլենա Պողոսյան եւ Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։